Մենք ձեզ ողջունում ենք մի խոսքովի երրորդ թողարկմանը։ Եվ ձեր հետ են այսօր Գրիգորը եւ Նանեն։ Եվ միանգամից ամենակարևոր հարցերից մեկը, որը ցանկանանք ձեզ հետ քննարկել։ Ոնց եք կարծում, ինչ է պետք այս կյանքում առողջ ապրելու կամ ընդհանրապես չհիվանդանալու համար։ Կոմունիկացիոն հիգիենան, օրինակ, էլի կարևոր ուղղություններից է։ Ճիշտ է։ Հասկացություն, որի մասին շատ քիչ ենք խոսում, ու քանի որ այս տերմիններից քեզնից ավելի հաճախ եմ լսել, միգուցե դու ասես, թե ինչի մասին։ Ոչ մեծ հնարավոր է, ես իրան հորինեմ, բայց կարող է գողացել եմ, ինչ որ խելոք հետաքրքիր տեղի։ Կոմունիկատիվ հիգիենան, այդ որպես այդպեսին նախ մտածել, հետո խոսելն է, որոշակի կոմունիկացիա անելուց առաջ ճիշտ գրագետ գնահատել իրավիճակը, հետո կոմունիկացիային անցնել եւ դիմացինի կոմունիկացիային արձագանք տալն է։ Սա այդ թեման է, որին այսօր ավելի մանրամասն կանդրադառնանք, բայց մինչ այդ առաջնորդվենք մեր արժեքներից մեկով եւ փորձենք ստանդարտից դուրս գալ եւ ավելի մեծ նայել, ավելի գլոբալ նայել աշխարհին։ Մենք կարծում ենք, որ այս կյանքում առավել առողջ լիարժեք ապրելու համար պետք է որոշակի հիգիենայի իմացություն, ինչը դա նշանակում, դա կարող է լինել եւ մարմնական, որպեսզի մնաս առողջ։ Եվ ամենակարևորը, դա պետք է լինի կոմունիկացիոն հիգիենա, որպեսզի հուզական ինչ չունենաս։ Ինտոքսիկացիա։ Այո, որպեսզի հուզական թունավորում չունենաս։ Ինչքան էլ ոչ ստանդարտն չի այս արտահայտությունը, մենք չենք նկատում, թե ինչպես ենք անառողջ հարաբերությունների ժամանակ եւ իրար սահմանները խախտելու ժամանակ ունենում հուզական թունավորում։ Դա հիմնականում կայացած պատճառով մշակույթից, որտեղ ծնվում ապրում մեծանում ենք, եւ անձից, եւ սրա գլխավոր կրիտերիան, գլխավոր չափորոշիչը այդ անձի սահմանների չխախտելն է, պահպանելն է, ինչպես նաեւ սեփական անձի պահպանելն է, չխախտելը։ Սականից ամեն ինչ սկսում է։ Եթե դու սահմանները ճանաչում ես, պահպանում ես, ավտոմատ ապրիորի դու հարգում ես նաև դիմացինին։ Այո, որովհետև աշխարհը մեզ վերաբերում է մեր ինքնավերաբերմունքով, եւ մենք աշխարհին ենք վերաբերվում մեր ինքնավերաբերմունքով։ Օրինակ, եթե ես ունեմ ինքս ինձ մեղադրելու գաղտնի զգացում, գաղտնի վերաբերմունք, ես շատ ժամանակ ագրեսիվ կերպով եմ սկսում վերաբերվել աշխարհին եւ սկսում եմ մարդկանց մեղադրել ինչ-որ բանում, որովհետև իրականում դա ուղղված է ինձ։ Հետեւաբար, ընկերներ, կոմունիկատիվ հիգիենան դա միջազգային հարաբերության ժամանակ սեփական եւ այլոց սահմանների գրագետ առողջ պահպանումն է եւ առանց հրավերից չներխուժելը։ Դա կարող է լինել տեխնիկական, օրինակ չզանգել ոչ անհրաժեշտ ցանկալի ժամերին, հյուր չգնալ առանց պայմանավորվածության, չհարցնել անձին երբ ես երեխա ունենալու կամ երբ ես ամուսնանալու, մարդուն չընդհատել այն ժամանակ, երբ ինքը խոսում է, չտալ գնահատականներ, եթե նա դրա կարիքը չունի, չտալ խորհուրդներ, եթե դա չի հարցրել, եթե անձը քեզանից խորհուրդ չի ասում, շատ ժամանակ պետք չի տալ։ Դա չկոպտել ես կարծում եմ, որովհետև շատ անգամ մենք մեր ինտոնացիան չենք տեսնում ու չենք լսում եւ կոպիտ ենք արտահայտվում կամ եթե նկատել եք, որ ինչ-որ մի բան կոպիտ ստացվեց, շատ հանգիստ կարելի է դա շտկել, փորձելով գոնե ինչ-որ ձևով մեղմել, հա, ազդեցությունը այդ նեգատիվ էներգետիկայի։ Բայց արի դեռ հաղորդման միջոցով մենք մեծ արժեք փորձենք ձևակերպենք ու փոխանցենք։ Մի խոսքով, եկեք սկսենք սկզբից։ Ինչ է կոմունիկատիվ հիգիենա եւ ինչպես ենք իրեն պահպանում։ Կոմունիկատիվ հիգիենան քո այլ անձանց եւ սահմանների կարևորումն է, արժևորումն է եւ պահպանումն է, այլապես տեղի կունենա հուզական վարակ, որը կվնասի եւ քո անձդ եւ դիմացինի անձը։ Հետեւաբար, ինչքան կարևոր է դրա պահպանումը։ Ծայրահեղ կարևոր է։ Մենք կարծում ենք, որ առավել մանրամասն այս թեմայով այլ հաղորդումների ժամանակ շատ ավելի մանրամասն խոսենք, կներկայացնենք։ Նաև կոմենտում եկեք սկսենք որոշակի քննարկումներ, ասեք ինչի հետ համաձայն չեք, անպայման կիսվեք, հիշեք նման իրավիճակ եւ կիսվեք նաև ձեր փորձում, առաջարկեք նոր թեմաներ։ Այսքանը։ Շնորհակալություն։ Կհանդիպենք։